Կարապետ Բրալիքի հետ է, որտեղ այսօր մենք խոսալու ենք ֆուտբոլիստներից, թե ֆուտբոլը երբ ստեղծվել, ֆուտբոլը ինչի համար ստեղծվել, ֆուտբոլը ինչա նշանակում։ Ընդհանուր ֆուտբոլ թեմայից ենք խոսալու։ Չմոռանաք դնել ձեր լայքերը, բաժանորդագրվել, գրեք ձեր մտքերը կոմենտում, թե ինչի մասին կուզեիք որ խոսանք, դե ինչ գնացինք։ Գրեք, որ ֆուտբոլիստներ դուք սիրում, որ նոր սկսենք մենք մեր զրուցելը։ Սպասում եմ 5 վայրկյան, լավ, 5 վայրկյան, չէ՞։ 5 վայրկյան, սպասում եմ։ Ժամանակը լավ։ Գրեցիք ձեր կոմենտները, ապրեք, դե ինչ, շարժվեցինք։ Ժողովուրդ ջանով անգլերենից լավա ինքը հաստատ գիտի, որ ֆուտբոլ բառը անգլերենից ֆուտբոլ, բալը նշանակում է գնդակ, ֆուտն էլ նշանակում է ոտք, այսինքն ոտքի գնդակ, նաև կա ձեռքի գնդակ, գնդը եւ այլն։ Ու նաև ոչ միայն ֆուտբոլ են ասում, շատ երկրներում ասում են ֆուտբոլ բան, բայց ուրիշ երկրներում ուրիշ ձև են ասում։ Եկեք հիմա Google-ով գրենք, նայենք։ Մենք փնտրեցինք Google-ով, նայեցինք ու շատ տեղեկություններ ստացանք, քաղացինք, հիմա դա կասենք ձեզ, որ նույն տեղեկությունները դուք իմանաք։ Նախ ասեմ, որ ֆուտբոլը ստեղծվել է, հատուկ տենց ինչ-որ մարդ չի ստեղծել, ինքը խաղացել են, առաջին անգամ խաղացել են Անգլիայում, խաղացել են բակերում, խաղում էին ասֆալտի վրա, ոչ թե սենց հիմիկվա նման տենց խոտերի ռեզինի վրա, ու խաղում էին մի 100 հոգով, 100-ից ավել, ընդեղ գոլեր չկար կամ գոլեր էին լինում մի քանի հատ, խաղում էին կաշվից գնդակով, ասեմ, որ շատ ծանր էր, ոնց որ թե 3 կիլոգրամ, շատ ծանր էր ու շատ դժվար էին խաղում։ Ժամանակի ընթացքում արդեն զարգացել են, արդեն կային դարպասներ, արդեն կային խոտածածկեր, տենց խոտերի վրա էին խաղում, հատուկ դաշտեր էին պատրաստում, որ հանդիսատեսներ գային ու տենց խաղում էին, ու առաջին գնդակը որ եղել է, նույն վոլեյբոլի գնդակի նման է եղել, դրանով վոլեյբոլ են նաև խաղացել ու եղել է կաշվից, նաև բուծիները, որ իրանք հագնում են, նույնպես եղել է կաշվից ու դա նույնպես ծանր է եղել, քանի որ այնտեղ հատվածներ կար, որ երկաթից էր պատրաստված, որպեսզի կոշիկը չքանդվի, բան չլինի կոշիկը, չճղրտվի։ Որոշ հատվածներ երկաթից էին սարքում, համ շատ ծանր էր, համ է շատ վտանգավոր ու այն ժամանակվա պաշտպանները գլխով այդքան չէին հարվածում, չէին հեռացնում, կամ ով գլխով հեռացնում էր, իրան լեգենդ էին համարում, որովհետև գնդակն է շատ ծանր, գլխով խփեիր, կարող ուշքդ գնար, որ գլխով հեռացնում էին, իրան ասում էին լեգենդա, դա եւս մեկ հետաքրքիր փաստ, դե կարող ես շարունակել, եթե ինչ-որ ավել բաներ ունես։ Օրինակ դաշտերից խոսանք, դե դաշտերը հիմնականում լինում են 90 մետրից 120 մետր երկարությունը, ամենամեծը Հյուսիսային Կորեայում է լինում, Հյուսիսային Կորեայում է այդ դաշտը, անունը Մայդայ է։ Մայդայ անունը, Մայդայցինք։ Նաև ասեմ, որ երկարությունը դարպասի մոտավորապես 7.5 մետր է, իսկ լայնությունը 2.5 մետր է։ Նաև ասեմ, որ խաղը տևում է 90 րոպե։ Եթե հաշիվը հավասարանում, կես ժամ ավելացնում են, այսինքն եւս 30 րոպե ավելացնում են։ Այո, ամեն մի թայմը, ամեն մի բանը տևում է 45 րոպե ու եւ 10 րոպե բերերիվ, 10 րոպե հանգիստ ընդմիջում։
Եթե իրանք հավասար միավորով ապրծնում, էդի մրցավարի որոշումն է կամ 10 րոպե ավելացնում է, կամ կես ժամ ավելացնում, բայց կես ժամ ավելացնում է այն դեպքում, եթե օրինակ կարևոր խաղ է, ֆինալն է, օրինակ աշխարհի գավաթը 2022-ի մենք տեսանք, որ հավասար պրծավ միավորները 4-4 թե 3-3 ու եւս 30 րոպե մրցավարը ավելացրեց, բայց կարող չավելացներ ու երկրորդ խաղ հայտարարեին ուրիշ օրվա վրա։ Դե Օլիմպիական խաղերը սկսել են 1900 թվականից, առաջին առաջինությունը ստեղ գրած է, որ 1863 թվականին է եղել Անգլիայի, այսինքն Մեծ Բրիտանիայի Ֆուտբոլային միությունում տենց է գրած տեղ, ու առաջին աշխարհի գավաթը, որ խաղարկվել է, սենց ասած խաղարկվել է 1930 թվականին է խաղարկվել, դե խաղարկվել մի քիչ սխալ եմ ասում, մրցույթը, աշխարհի գավաթի մրցույթը առաջին անգամ խաղարկվել է 1930 թվականին, առաջին գոլը խփել է ֆրանսիացի ֆուտբոլիստ Լուսիեն Լորանը։ Դե ֆուտբոլի արքան բոլորդ գիտեք, Պելեն է, ունի 3 աշխարհի գավաթ, որից առաջինը ունեցել է 17 տարեկանում, պատկերացնում եք, հիմա 17 տարեկան Լամին Յամալն է ու ասենք լավ չասեմ Լամին Յամալ սիրողներին չնեղացնեմ, այդքան լավ չի խաղում, ինչքան Պելեն, բայց նես չի ես Պելեին, հիմա տենց պաշտպանում եմ, այն ժամանակ, որ Պելեն խաղում էր, միակ մրցանակը, որ եղել է, այդ աշխարհի գավաթն է եղել, դրա համար Պելեն 3 հատ այդ աշխարհի գավաթը հաղթել է, նես չի էլի ուրիշ ինչ-որ մրցանակ ա եղել, մենակ այդ մրցանակն ա եղել ու 3 անգամ ինքը հաղթել է այդ մրցանակը։ Ցավոք մի քանի տարի կա արդեն, ինչ Պելեն մեր հետ չի, բայց նա դեռ շարունակում է մնալ պատմության ամենաշատ աշխարհի գավաթ ունեցող մարդը, սենց ասած ֆուտբոլի արքան։ Պելեի մասին նաև կինո կա, թե ցանկանում եք, կարաք նայեք, կարծեմ հենց Պելե է կոչվում։ Սենց մի փոքր պատմեմ այդ սյուժեի մասին, ուրեմն Պելեն փոքր տարիքից իր ծնողները չէին թողում խաղային ֆուտբոլ, ինքը ուրիշների հարևանների լվացքը տենց վերցնում էր, սենց գնդակ էր սարքում ու իր ընկերների հետ խաղում էր, բայց իր ծնողները տեսան էդի ու նորից արգելեցին իրան, նույնիսկ տնից դուրս գալ, ու մի օր լսում է, որ իր հայրը ռադիոյով լսում է, թե ոնց է Բրազիլիան Գերմանիային, թե ուրիշ պետություններ չեմ հիշում, կրվում է ու աշխարհի գավաթն է հենց կրվում ու իր հայրը լացում է, զղջում է դրա համար ու Պելեն խոստացավ իր հորը, որ ինքը աշխարհի գավաթը Բրազիլիայի համար անպայման կհաղթի ու անցնում են տարիներ, Բրազիլիայի հավաքականի մարզիչը, տնօրենը, որոշում է, որ Պելեն ընդունակ է այդ ամեն ինչին, սակայն ոչ մեկ հույս չուներ նրա վրա, ոչ մեկ չէր հավատում Պելեին, ու Պելեն դարձավ այն մարդը, ում հիմա անվանում ենք ֆուտբոլի արքա։ Ժողովուրդ ջան, եթե դուք եք ուզում ձեր համար լավ էլի տեղեկություններ ունենաք ձեր մտքում, դուք Google-ը շատ բաներ իմանաք, բացի մեզնից, դուք նույնպես կարող օգտվեք ինտերնետից, ձեզ ինչ որ անհրաժեշտ է, կարող եք նայել, բացել, ուսումնասիրել, դե ինչ այսօրվա համար այսքանը, չմոռանաք բաժանորդագրվել, դնել լայքերը, որպեսզի բաց չթողնեք մյուս վիդեոները, որ դուրս են գալու, ու նաև գրեք կոմենտներում, թե ինչի մասին կցանկանայիք զրուցենք մյուս թողարկումներում, եթե ինչ-որ ուրիշ տեղեկություններ ունեք, կարող եք կոմենտներում նույնպես կիսվել, մենք անպայման կկարդանք։
Հաջողություն։